Գլխացավանք է դարձել աշխատանքի ընդունվելը, քանի որ հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային պայմանագրերը կնքվում են բացառապես էլեկտրոնային եղանակով, թվային հարթակի միջոցով։ Նոր կարգավորումը ըստ պաշտոնյաների նպատակ ունի պարզեցնել գործընթացը եւ նվազեցնել ստվերային զբաղվածությունը։ Աշխատանքային պայմանագրի առկայության դեպքում է նոր ակտիվանում կոճակը գրանցման հայտ տալու համար եւ գրանցման հայտ տալուց էլ որպեսզի գործատուները կրկնակի հավելյալ աշխատանքներ չկատարեն, աշխատանքային պայմանագրի բովանդակությունից է գեներացվելու գրանցման հայտը։ Էլեկտրոնային պայմանագրի համար նոր աշխատանքի ընդունվողները պետք է պարտադիր ունենան էլեկտրոնային ստորագրություն։ Իսկ էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար Հայաստանի քաղաքացիները պետք է ունենան նույնականացման քարտ, որի ստանալու հերթերը Երևանում հասնում են մինչև ապրիլ-մայիս։ Արմիությունների կոնֆեդերացիայի նախագահի խոսքով, եթե հունվարի 1-ից սկսած մարդ որոշի որևէ նոր տեղ աշխատանքի ընդունվել, ապա այդ խնդրի առջև կկանգնի, եթե չունի էլեկտրոնային ստորագրություն։ Տեխնիկական խնդիրներ ընթացքում եղան, իհարկե, կապված թվային պայմանագիրը գեներացնելու հետ, հատկապես եթե նոր է կնքվող աշխատանքային պայմանագիր է, բայց ճիշտ ասած մենք անմիջապես կապվեցինք պետք մասնագետների հետ, ովքեր հենց այդ ընթացքում էլ եթե կային որոշ բաներ շտկում էին, հատկապես կապված էր հիմնական նրա հետ, որ նաև աշխատանքային պայմանագրերը երբ թվայնացնում են, միանգամից համակարգը ինքը պայմանագրի համարներ էր նշում, որը չէր համընկնում իհարկե պայմանագրի հետ եւ այլն։ Մասնագետների խոսքով էլեկտրոնային պայմանագրերը խնդիր կարող են լինել նաև այն բիզնեսների համար, որոնք չունեն թվային գրագիտություն։ Նաև կարևոր է տվյալների անվտանգության խնդիրը, որի պաշտպանվածությունը պետք է լինի գերակա։ Արմիությունների կոնֆեդերացիայի ղեկավարն ասում է, հայտարարագրերի նույն պատմությունն է քաղաքացիների համար, ովքեր էլեկտրոնային ստորագրության պատճառով գլխացավանքների մեջ են ընկել։ Մենք ահազանգեր ենք ստանում, երբ դեռևս նույնիսկ դեկտեմբեր ամսին շատ տեղերում գործատուները աշխատողներին ասում էին, որ եթե չունեք էլեկտրոնային ստորագրություն, ապա ձեզ հետ կլուծենք աշխատանքային պայմանագրերը։ Բնականաբար նման պահանջը իրավաչափ չէ, քանի որ ինչպես արդեն ասացի, աշխատանքային պայմանագրերը թվայնացնելու հնարավորություն գործատուները ունեն ամբողջ տարվա ընթացքում։ Այնինչ պաշտոնյաները հավաստիացնում էին, որ հունվարի 1-ից համակարգը պատրաստ կլինի մեծ հոսքին։ Թվայնացումը անխուսափելի է, սակայն մասնագետները վստահ են, անցումային փուլում անհրաժեշտ է ապահովել հասանելի լուծումներ, որպեսզի նոր կարգավորումները չվերածվեն աշխատողների եւ գործատուների համար լրացուցիչ խոչընդոտի։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։